Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Շնորհակալություն ձեր նամակների համար։ Շատ կարեւոր է հետադարձ կապը Աբովյան Թոք հաղորդաշարի եւ ձեր միջեւ, որովհետեւ հիմա դուք եք ձևավորում ըստ էության մեր հաղորդման բովանդակությունը։ Հաղորդման առաջին մասում խոսելու ենք թմրամոլության մասին, ավելի ճիշտ այն երևույթի, որի առջև անպայման պետք է պայքարել եւ այո դեմն առնել։ Դեմն առնել, որովհետեւ ահավոր բան է եւ գիտեք այն ծավալը եւ տարափը, որը մենք այսօր տեսնում ենք, թմրանյութերի, այդ թմրամոլության ավելացման, ինքը արդեն լուրջ ազգային անվտանգությանը առնչվող խնդիրներ է առաջացնում։ Եվ այսօրվա մեր առաջին հյուրն է բժիշկ նարկոլոգ Սուրեն Նազինյանը։ Բարև ձեզ, պարոն Նազինյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, որովհետև այն թեման, որի շուրջ մենք խոսելու ենք, չափազանց կարևոր է, եւ սա առանց ինչ-որ ավելորդ այլևայլությունների։ Թմրամոլություն, ճիշտ պայքար թմրամոլության դեմ։ Ես ավելի քան վստահ եմ, դուք տեղյակ եք, որ առաջարկ Հայաստանի կոնցեպտի մեջ ներառված են նաեւ սպորտով, սպորտի աշխարհի դե լավ սենց ասենք ներկայացուցիչների հայտարարությունը, որտեղ կարմիր գծով անցնում է երիտասարդության հետ աշխատանքը եւ այո, թմրամոլությանը որպես ամենավտանգավոր ինչու ոչ, երևույթներից մեկի դեմ արդյունավետ պայքար, ճիշտ դեմն առնելը արդեն սենց ժողովրդական լեզվով ասած, ծուռը նստենք դուզը խոսանք, իրավիճակը արդեն ըստիս կրիտիկական է, որովհետև եթե անգամ մի 5 տարի առաջ մենք չենք կարող պատկերացնեինք, որ այսպիսի իրավիճակ կլինի երիտասարդության մեջ, այսինքն նարկոմանիայի տարածում, ապա այսօր իրականում սարսափելի է իրավիճակը եւ սա, գիտեք, բնավ քաղաքական ենթատեքստ մեջը չեմ ուզում դնել։ Բավական է ուղղակի ուսումնասիրել կամ մտեք հարգելի հեռուստադիտողներ համացանց եւ նայեք պաշտոնական տվյալները նարկոմանիայի եւ հանցագործությունների, որոնք կատարվել են թմրամոլությամբ, տառապող մարդկանց շրջանակներում եւ կտեսնեք, որ այնտեղ տոկոսների աճ չի, այնտեղ անգամների աճ է եւ ամեն տարի աճում է։ Եվ այս պարագայում առաջին հարցը. Պարոն Նազինյան, թմրամոլությունը ինչ է, հիվանդություն է, հանցագործություն է, թե կախվածություն է, որովհետեւ 3 տարբեր տեսլական կա։ Խնդրեմ։ Նախ շնորհակալություն հրավերի համար, իրականում այո, ես համաձայն եմ ձեր հետ, որ լրջագույն խնդիր է մեր երկրում։ Ասեմ, որ իրականում թմրամիջոցների հիմնախնդիրը ամբողջ աշխարհում է լրջացել, դե Հայաստանն էլ որպես աշխարհի մի մաս չէր կարող անմասն մնալ։ Ընդ որում դա պայմանավորված է նրանով, որ այսինքն թմրամիջոցների հիմնախնդրի այդ ահագնացումը, նաև երիտասարդացումը, նաև ցավոք սրտի իհարկե եւս մեկ անգամ փաստենք, որ դեռահասներին է հասանելի դարձել թմրամիջոցը, ինչը նախկինում չի եղել իրականում, գրեթե չի եղել Հայաստանում։ Դա պայմանավորված է նրանով, որ թմրամիջոցների տարածման մեխանիզմներն են փոխվել, որոշակի մեր հասարակությունում արկա որոշակի տարիներով ձևավորված որոշակի ավանդույթներ չեն պահպանվում այլևս, որոշակի տաբուներ են հաղթահարվել, այսպես ասած, վատ իմաստով։ Բայց ընդհանուր առմամբ, ինչ վերաբերվում է թմրամոլությանը կամ կախվածություններին, իհարկե կախվածությունները դրանք համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային դասակարգիչների համարվում են քրոնիկական հիվանդություններ սրացման բարձր ռիսկով, սկսած նիկոտինային կախվածությունից մինչև այսպես ասած ծանր թմրամիջոցներ։ Կախվածությունները հիվանդություններ են, որոնց դեպքում պետք է իրականացվի բժշկական օգնություն, ընդ որում բժշկական օգնության առումով դինամիկան ընդհանուր փոխվում է, տրամադրվող բժշկական օգնության եղանակները, միջոցառումները եւ այլն։ Նաեւ անհրաժեշտ է լինում լրջագույն սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տվյալ պացիենտների հետ, այսինքն բացի դեղորայքային բուժումը, անհրաժեշտություններում նաեւ հոգեբանի եւ սոցիալական աշխատողի շատ ինտենսիվ աշխատանք, որտեղ թմրամիջոցներից առաջացած հիվանդությունները դրանք այսպես ասած իրանք
մարդու մոտ ոչ թե առաջացնում են միայն սոմատիկ խնդիրներ մարմնական, այլ նաև առաջացնում են լրջագույն վարքային, վարքագծային, երբեմն դրա մասին է երբեմն նաև հոգեկան խնդիրներ վերջին թմրամիջոցները։ Իսկ ինչ վերաբերվում է ինչի է տարածվել, իրականում տարածման գործոններից մեկը նաև այնա, որ ցավոք սրտի թմրամիջոցների դեմ պայքարը ինքը պետք է համակարգված լինի բոլոր գերատեսչությունների ամբողջ հասարակության կողմից։ Թե առողջապահական մարմինները, թե իրավապահ մարմինները իրենց դերակատարում պետք է ունենան։ Ցավալիորեն ես պետք է փաստեմ, որ կրթական կոմպոնենտի առումով կաղում ենք մենք։ Այսինքն իրազեկման ոչ միայն իրազեկման։ Կրթական կոմպոնենտը դա մենակ իրազեկումը չի, մենակ տեղեկատվական չի։ Նույն սպորտով զբաղվելու հարցում, չէ, օրինակ, եթե ես խորհրդային միության վերջի տարիներն եմ դպրոց գնացել, ես հիշում եմ օրինակ ես միշտ այս օրինակը բերում եմ, ես հիշում ընդ որում Տավուշում, այսինքն մարզում, այն ժամանակ շրջան էր։ Ես հիշում եմ, որ մենք դպրոցում պարտադիր ֆիզկուլտուրա էինք անում, սկսած առաջին դասանից, այսինքն մենք մեր հետ ես չգիտեմ հիմա անում են թե չէ։ Բացի սպորտով զբաղվելը, այսինքն բացի այդ ֆիզկուլտուրայի պարտադիր դասերը, մենք նաև օրինակ սենց մի հատ հետաքրքիր բան ասեմ, դա արդեն 90-ականների սկիզբներ, երբ որ պատերազմ էր, մենք սահմանամերձ հատվածում էինք բնակվում, նաև երկրաշարժ էր տեղ ունեցել, մեր դպրոցը քանդեցին ու սպորտային սեկցիաներ չկային այդ ժամանակ։ Պայմանավորված այդ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով, չէ, կհիշեք, ասենք ինչ վիճակ էր մեր երկրում, բայց այնուամենայնիվ մեր մոտ կար երկու սեկցիա, իմ հիշելով, եթե հիշողությունս չի դավաճանում, ասենք խորհրդային միության ժամանակ եղել էր բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ եւ այլն, չկար բացակայում էր։ Իմ ծնողները ինձ առաջարկեցին գնալ կամ ըմբշամարտի կամ ուշու կար արևելյան նոր տեղ այն ժամանակ։ Այդ երկու մարզաձևներ ու ես գնացի սկսեցի իմ ընկերների հետ մենք սկսեցինք ուշու գնալ։ Ու այսինքն ամբողջ իմ պատանեկությունը անցել է այդ ժամանակահատվածով, ես շաբաթական 3 անգամ գնում էի, պարապում էի, ֆիզկուլտուրայի դասերն էինք նորմալ անում, ճիշտ է, այդքան ինֆորմացիան շատ չէր, բայց մենք ուղղակի գիտեք ոնց, մենք նույնիսկ չէինք էլ ծխում, գոնե ճիշտ է, թմրամիջոցները հասանելի չէին այն ժամանակ, ասենք 30-20-30 տարի առաջ, այս շապ տարածված չէին էլի, բայց մենք ծխախոտով տարածված էր, այսինքն ծխախոտը հասան էր, բայց մենք մեր դպրոցական հասակում նույնիսկ ծխախոտ չէինք գործածում, պարզապես մեր դրական զբաղմունքներով, այսինքն մենք ուղղակի ժամանակ չէինք ունենում դրա մասին մտածելու, մենք հասկանում ենք, որ դա վատ բան է ու դա նույնիսկ շատերիս հայրիկները ծխում էին, բայց մենք դա չէինք կիրառում։ Նու կարելի ասել, այս առումով էականորեն կաղում է։ Տեսեք, դուք շեշտեցիք, որ սպորտի եւ սպորտի հետ կապված, բոլոր գործառույթները հնարավոր է լինեն ինչու ոչ, թե կանխարգելիչ, մեթոդ, թե մի գործառույթ, որը թույլ կտա կանգնեցնել այդ ագնացող, թմրամոլության ծավալը, բայց առաջին հերթին կան տվյալներ, որ թմրամոլությունը Հայաստանում երիտասարդացել է եւ եթե նախկինում մենք խոսում ենք պայմանական 18-ից բարձր, թմրամոլների մասին, ապա այսօր արդեն ցավով ենք արձանագրում 14, 15, 16 անգամ կային տվյալներ 12 տարեկան երեխայի, թմրամոլությամբ տառապող երեխայի մասին կար տվյալներ։ Խնդիրը տեսեք ինչու՞մն է։ Հասարակությունը ասում է հետեւյալը, որ այն օրենքները, պատժիչ մեթոդները, որոնք կան Հայաստանում շատ լիբերալ են եւ պետք է խստացնել պատիժը նույն տարածողների համար եւ այլն եւ այո այդ պատիժը լինի մաքսիմալ, ասենց խիստ, ես ճիշտ ասած հակված եմ պատիժը իրականում, ոչ թե թմրամոլների, այլ թմրանյութը տարածողների պահով ընդཐུպ միջև չգիտեմ ցմա, որտեղ ահավոր բան է, բայց դուք որպես մասնագետ, որ երկար տարիներ ես ոլորտում եք, ինչ եք կարծում, միայն պատժամիջոցներով կլինի դեմն առնել։ Իհարկե ոչ։ Ասեմ ձեզ, երկրներ կան, որտեղ պատժամիջոցները շատ խիստ են, օրինակ նույն Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Չինաստանը, հարավ-արևելյան Ասիայի երկրները, չէ, որտեղ, բայց այդ նույն հարավ-արևելյան Ասիայի երկրներից, օրինակ հարավ-արևելյան Ասիայի երկրների այդ փունջը որ կա, այդ երկրներից բավական մեծ քանակի նույնքը երկրորդն է համարվում որպես հերոինի
հերոինի հիմնական մատակարար աշխարհին Աֆղանստանից հետո։ Նույնը Չինաստանն, նույն Ռուսաստանի Դաշնությունը իրականում ցավալի է, բայց ամբողջ աշխարհի խնդիրն է սա։ Հիմա արևմտյան երկրներում պատիժները այդքան խիստ չեն, ինչքան օրինակ նույն Ռուսաստանի Դաշնությունում կամ Չինաստանում կամ Իրան Իսլամական Հանրապետությունում, բայց այնպես չի, որ այդ երկրորդ խմբի երկրներում տարածվածությունը ավելի քիչ է, քան արևմտյան երկրներում։ Նույն աֆղանական հերոինի հիմնական սպառման շուկան, նաև Աֆղանստանում արտադրող վերջին տարիներին արտադրող մետամֆետամինի, դա կրիստալ կոչվածն է, որ շատ հայտնի տենց ոչ գրական անվանումով տարածվում է, հիմնական սպառման շուկան դա ԱՊՀ երկրներն են, նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Այո, պատիժները փորձը ցույց է տալիս համաշխարհային, որ պատիժները լավ է, որ պատիժները խիստ են, բայց պատիժները, այսպես ասած, այդ հիմնական մեխանիզմը չեն, որով պետքա մենք իրականացնենք թմրամիջոցների հակազդումը։ Իրականում ես էլի կրկնում եմ, որ իրականում այստեղ կրթական կոմպոնենտին խնդիրն է, այսինքն մարդը երբ որ առաջին անգամ ձեռքը տանում է դեպի թմրամիջոց, չէ, իրան ինչ-որ մեկը առաջարկում է կամ հուշում է, ինքը տենց չի մտնում, էլի ինտերնետային ինչ-որ հավելված, փնտրում, տենց չէ, հələ փորձեմ օրինակ, այսինչ նյութերը փորձեմ գործածեմ, իրան ինչ-որ մեկը հուշում է, ինչ-որ մեկը իրան առաջարկում է, հյուրասիրում է, առաջին անգամ հյուրասիրելու ժամանակ, առաջարկելու ժամանակ մարդը բավարար գիտակցություն ունենա եւ հրաժարվի։ Իսկ բավարար գիտակցություն ինչից պետք է առաջանա։ Պետք է առաջանա որակյալ իրազեկումից, գիտելիքներից տվյալ նյութի առողջության եւ կյանքի համար խիստ վտանգավորության մասին։ Այսինքն դա պետք է մարդու մեջ ներդնել դեռահասային տարիքից, այսպես ասած, լավի վատի հարցը, այսինքն իր մոտ պետք է հարց չառաջանա երբևէ, որ թմրամիջոցը վտանգավոր է։ Իսկ դուք ընդհանուր պատկերացում ունեք ինչպես կարելի է դրա դեմն առնել։ Դրա ես նկատի ունեմ անմիջապես հենց ինքը երևույթի, որովհետև տեսեք, առաջարկ Հայաստանում, հա, ներառված, հա, տեսլականները եւ մասնավորապես այն տեսլականը, որը վերաբերվում է թմրանյութերի, հա, տարածման դեմ պայքարի, առհասարակ թմրամոլության դեմն առնելու, ինքը, հա, համաձայն ձեր ասացին, բազմակոմպոնենտ է։ Այո։ Իսկ մոտավորապես, դե լավ, կամ մոտավորապես կամ ավելի հստակ կա պատկերացում ձեզ մոտ։ Ասեմ, իհարկե կա։ Ընդհանրապես, ասենք ստրատեգիական իմաստով, եթե Այո, ստրատեգիայի մասին է խոսքը։ Մենք եթե վերցնենք, նայենք, իրականում թմրամիջոցների դեմ պայքարը ոնց են ասում։ Կա առաջարկ, այո, եւ կա պահանջարկ։ Չէ, առաջարկը դա, երբ որ բերում են, մի քիչ մատչել եմ ասում էլի, երբ որ բերում են մեր երկիր, ներկրում են ապօրինի եղանակով կամ արտադրվում է, թե մեր երկրում տենց հիմնականում չի արտադրվում, գերազանցապես ներկրվում ապօրինի եղանակով, եւ երկրորդը դա պահանջարկն է։ Առաջարկի դեմ պետք է պայքարի իրավապահ համակարգը։ Այսինքն թմրամիջոցների ներկրումը, թմրամիջոցների տեղում մեր երկրում իրացումը դա արդեն իրավապահ համակարգի խնդիրն է։ Եվ պահանջարկի դեմ պայքարող գերատեսչությունները դա առաջներդ իհարկե առողջապահության համակարգն է, եւ երկրորդը դա նաեւ ինչ որ իմաստով սոցիալ նախարարությունը, բայց այդտեղ շատ կարևոր մի հատ գերատեսչություն կա, որ մենք միշտ մոռանում ենք։ Խոսքը վերաբերում է հանրակրթությանը։ Հիմա մենք դուք ավելի շատ կրթական կոմպոնենտի վրա եք գնում։ Իհարկե, որպեսզի մարդը առաջին անգամ չփորձի թմրամիջոց, դա ոչ կարա իրավապահ անի, իրավապահ իր մասով կարա անի առաջարկով, այսինքն որ թմրամիջոցը հասանելի չլինի տվյալ մարդու, բայց երբ որ արդեն թմրամիջոցը հասանելի է դարձել, ստեղ պետքա մենք տվյալ անձի այդ պոտենցիալ, այսպես ասած, թմրամիջոց գործածողի գիտակցությունը բարձրացնենք, իսկ դա կարա մենակ կրթական հաստատություններում իրականացվի կամ տանը իրանց ընտանիքում։ Այսինքն որևէ պոլիկլինիկամ կամ հիվանդանոցային օղակում որևէ բուժաշխատող այդ մարդու հետ չի շփվելու, չէ, ասի օրինակ այդ դեռահասի հետ, չէ։ Այսինքն դպրոցից դեռևս պետքա ներդնել դեռահասի մեջ այն, այսպես ասած, հստակ պատկերացումը, որ թմրամիջոցների գործածումը իր կյանքը կարա կործանի։ Ցավոք սրտի ես իհարկե հիմա ես հանրակրթության մասնագետ չեմ, ոչ էլ այդ ոլորտի մարդ եմ, բայց այնուամենայնիվ ես այս երկրի քաղաքացի եմ, ես տեսնում եմ, որ այդ առումով լավ չի։ Հիմա նույն առողջ ապրելակերպի հետ կապված ես կարծում եմ այնտեղ թերություններ կան, այդ առողջ ապրելակերպի դասընթացները որ կան, չէ, ասենք, որովհետև հիմա նույն դեռահասը համացանցի արկայության պատճառով այնքան շատ է ինֆորմացվում, այնքան շատ տարբեր ինֆորմացիաներ է ինքը ստանում, որոնց մեջ նաև իհարկե չակերտներով վատ ինֆորմացիաներ կան, ու իր մոտ քանի որ առողջ քննադատություն, ձևավորված հոգեկերտված ինքը չունի,
այդ պայմաններում իհարկե իրան շատ հեշտ է հակել։ Նույնը վերաբերում է երիտասարդներին բուհերում։ Այսինքն մեր խնդիրը պետքա լինի այդտեղից սկսել, որտեվ հիմա իրավապահ մարմինները իրանց գործը եթե օրինակ վերցնենք վերջին տարիներին արգրաված թմրամիջոցների քանակները ահռելորեն աճել է ու ես քանի որ իմ գործնականում բավականին շփվել եմ թե ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման ծառայողների թե ՊԵԿ-ի մաքսանենգությունն է նաև ազգային անվտանգության ծառայության տվյալ ստորաբաժանման աշխատակիցների հետ ես գիտեմ որ իրանք օր ու գիշեր չարչարվում են նաև համայնքային ոստիկանության բաժանմունքները օր ու գիշեր չարչարվում են բայց մեկը մենք աշխարհի չենք կարող անմասն մնանք էլի մտնելու է թմրամիջոց ինչ էլ ուզում ես արա ոնց որ աշխարհի բոլորը անմասի հարցը չի այստեղ արդեն գալիս է այն մարդը որը պոտենցիալ գնորդն է կամ գործածողը այ իր գիտակցությունը հետ աշխատել է այսինքն պահանջարկը վերացնել որ չլինի առաջարկ հա այսինքն որտեղ առաջարկ միշտ հակառակից գնալ առաջարկը չնայած առաջարկի հետ էլ պետքա պայքարել առաջարկի հետ էլ պահանջարկի հետ էլ այսինքն ասենց եթե ռեզյումե հա մի հատ թեթև անենք ստացվում է հետեւյալը որ շատ կարևոր է առաջին հերթին իրազեկման կամ հա կրթական ինչ որ ծրագրեր են եւ այլն եւ զերո հանդուրժողականություն առհասարակ թմրանյութ տարածողների մասով ամոթի հետ կապված որ ամոթա գործածելը ոչ թե ամոթա հիվանդ լինելը այլ գործածելն է ամոթ որտեղ ժամանակին խարանել այնուամենայնիվ հիվանդությունը պետք չի կամ պացիենտներին կախված ունեցող անձանց խարանելու այսպես ասած խտրական վերաբերվել չի կարելի իրանց մասին չի խոսքը կհիշեք իմ ձեր երիտասարդության ժամանակ բազմաթիվ մեծ հա հերոստատիտողների ամոթ էր երբ որ իմանում էին ու ներողություն այս բառի համար իմանում են մեկը պլանքյաշ հա ոչ աղջիկ էին տալի ոչ գործի էին ընդունում ոչ բան էին անում եւ այո ես համաձայն եմ ձեզ հետ որ թմրանյութ օգտագործող մարդու կերպարը որպես ինչ որ հա դա ինքը տես բան այ դա պետքա հանվի ցավոք դա միշտ հակառակ ավելի շատ կա այո պրոցես պետքա գնա որ թմրանյութ օգտագործող մարդը ինքը ըստ էության դուրս է սոցիալական ինքն է իրան դուրս թողում այդպես հիմա սպորտի կարևորությունը ինչումն է բոլորը դպրոց են չէ գնում դասերը պետք է անեն սովորեն հատկապես մենք գիտենք որ իհարկե ցավոք սրտի աղջիկների շրջանում էլ է տարածված բայց աղջիկների շրջանում էլ կա տարածված այո մենք ունեցել ենք պացիենտներ վերջին տարիներին դեռահասային տարիքի բայց այնուամենայնիվ թմրամիջոցներին ընդհանրապես այս վնասակարություններին առավել հակված են արական սեռի դեռահասները ընդհանրապես արական սեռի ներկայացուցիչները սպորտը ինչով է կարևոր երբ որ մարդը դպրոցից գալիս է տուն կամ բուհից չէ ասենք հետո ինքը գնում է մարզասրահ հետո կամ մարզասրահ չի գնում իրանց բակում ֆուտբոլ է խաղում չէ դե ոնց ասենք ամեն իրիկու ֆուտբոլ խաղա ու հետո ծխի չէ ոնց կլինի այդպես դա հնարավոր չի ինքը նույնիսկ ժամանակ եւ հավես չի ունենում այսպես ասած ինքը մտածելու ինչ որ այլ նյութի մասին հետո ինքը իր համար այդ պրիորիտետներ են առաջանում ինքը երբ որ գնում է մարզադահլիճ պարապում է չէ ինքը իր աչքի դեմ ինքը իր աչքի առաջ փոխվում է չէ ուժեղանում է առաջ 100 մետր շունչը կտրով էր լողում հիմա ասենք չգիտեմ 500 մետր կրոլա տենց լավ լողում բավականին արագ այդ ամենը բերում է նրան որ ուզած չուզած այդ մարդը անմասն է մնում թմրամիջոցներից ինքը չի էլ հիշում թմրամիջոցի մասին նույնիսկ ծխախոտ չի հիշում չէ ինքը գիտի որ եթե ծխի լավ չի ֆուտբոլ խաղալու իր մոտ ասենք ինչ որ շնչառական խնդիրներ են առաջանալու կամ սիրտանոթային ու ինքը դիմացկուն չի լինելու դրա համար ասում եմ իհարկե սպորտը շատ կարևոր տեղ ունի այդ հա այսպես ասած բոլորի շրջանում հատկապես դեռահասային տարիքում որ մարդիկ զերծ մնան միաժամանակ իհարկե պետքա լավագույն կերպով իրազեկված լինեն թմրամիջոցների լրջագույն վտանգների մասին շնորհակալություն գիտեք պարոն Նազինյան իրականում մենք sense հանգիստ խոսում ենք հա թմրանյութերի ու հանգիստ հարաբերական իհարկե հա թմրամոլության բայց աղետ է տներ են քանդում ընտանիքներ են քայքայվում ջայլ երեխեքը գնում իրենց կյանքն են կործանում հետնել իրենց ընտանիքների եւ իրենց մերձավորների այդ պատճառով այո կարևորագույն նշանակություն ունի արդյունավետ պայքարը այդ ամենի հետ եւ այդ պայքարը հնարավոր է միայն բոլորս իրականացնենք չի ստացվի հատվածային որովհետեւ այդ ճարիքը կարող գա ամեն մեկի տուն շնորհակալություն հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ որ այսօր մեր հյուրն էր
բժիշկ նարկոլոգ Սուրեն Նազինյանը։ Շնորհակալություն, պարոն Նազին։ Ես եմ շնորհակալ։ Հաղորդման երկրորդ մասում կխոսենք շատ մի հետաքրքիր եւ ինչու ոչ խորքային խորհրդանշող թեմայի մասին՝ Հիսուս Քրիստոսի արձան հուշահամալիրի մասին, ավելի ճիշտ այն տեղեկության, որը սննդալից տարածում է ամբողջ աշխարհով։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, գրեթե չկա արդեն մի պետություն, կամ պետության քաղաքացիներ, որոնք այս կամ այն առումով չեն անդրադարձել այդ մեգա պրոյեկտին, որը իրականացվում է Հայաստանում։ Այդ թեմային անդրադարձել է աշխարհահռչակ Կոնան Մակգրեգորը, որը իր սոցիալական ցանցերում մի գրառում էր արել, որտեղ հիացմունքով անդրադարձել էր Հիսուս Քրիստոսի արձանին։ Այն արձանին, որը մեզ համար արդեն իսկ դարձել է մի խորհրդանիշ, համախմբման խորհրդանիշ, քրիստոնեության խորհրդանիշ, մեր հայկականության խորհրդանիշ, բայց արի ուտես, որ այդ խորհրդանիշը դուրս եկավ հայկական տիրույթից եւ արդեն Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսում են ոչ միայն հայերը։ Այսօր այդ թեմայի շուրջ կխոսենք Հիսուս Քրիստոսի արձան հուշահամալիրի ստեղծագործական աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Հարգանքներս, պարոն Աբովյան։ Պարոն Հովհաննիսյան, օրեր առաջ Այո։ Կոնան Մակգրեգորը, որը հանդիսանում է MMA-ի, UFC-ի եւ ուժային առհասարակ այդ սպորտաձևերի կարելի ասել, ասենց հրճակված ամենակարևորագույն իկոնաներից մեկը, ինչպես հայտարարում են, իր սոցիալական ցանցերում, մասնավորապես X սոցիալական ցանցում, Instagram-ում գրառում էր արել, որտեղ անդրադարձել էր Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի, գիտեք, արձան, մոնումենտ, կոմպլեքս, այդ ամբողջ այդ վեհությանը եւ ասել էր հետեւյալը, որ ինքը երազանք ուներ Կոնան Մակգրեգորը, որ Իռլանդիայում կառուցի աշխարհի ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանը, բայց արի ու տես Հայաստանը առաջինն է, ով ամենաբարձրն է կառուցում եւ ըստ էության ամենաբարձրը հենց մերն էլ կլինի։ Տեսեք, իզուր չասեցի մեր արձանը կլինի։ Ասեմ ձեզ, որ այս պահի դրությամբ միայն Մակգրեգորի այդ էջում 1.200.000 միայն իր մոտ 1.200.000 դիտում էր 3000-ից ավել, գիտեք ոնց որ արտատպում տարել են եւ տարել են բլոգերները, ամեն մեկը որը ունի 1 միլիոն ու կես, կես միլիոն, 2 միլիոն հետևորդ, այսինքն կարելի է ասել, որ մենք այսօր նույնիսկ չգիտենք եւ չեն կարող պատկերացնել, թե որքան մարդ, տեսնում է եւ ծանոթանում է այս պրոյեկտի հետ։ Ասեմ ավելին, մինչև Կոնան Մակգրեգոր պրոյեկտի մասին նաև շատ լուրջ անդրադարձ է եղել համաշխարհային հեղինակավոր մամուլում, մասնավորապես Շպիգելը մի շատ մեծ հոդված էր տվել եւ այդ հոդվածը ինքը նույնպես միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհով մեկ ներկայացրել էր այն պրոյեկտը, որի մասին այսօր խոսելու ենք։ Իհարկե հայ հայտնիները, բլոգերները, ես հիմա ճիշտ ասած չեմ կարող մարդ չգտնել, ով չի անդրադարձել այս խնդրին, ընդ որում ոչ միայն Հայաստանում ապրող, այլ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, նույնիսկ Լատինական Ամերիկա եւ այլն։ Այո։ Օրինակ տեսեք, Արմինե Սարգսյան, Տաթև Իսկանդարյան, Միացյալ Նահանգների բլոգեր չէ, այլ գործունեություն ծավալող հեղինակավոր, ասենց գիտնական Ջոշ Ռինկոն, կրկին բլոգերներ Ռանուշ Ավոյան, Երգիչ Ներսիկ Իսպիրյան, այսինքն բոլոր ոլորտները, այո, եւ ոչ միայն հայերը կրկնեն։ Գիտեք, ես էլ եմ մոտավորապես հետևում իրադարձություններին, որի մասին որ դուք նշում եք, այո, կայծակնային արագությամբ տարածվում է լուրը աշխարհով մեկ եւ ինքը արդեն Հայաստանի սահմաններից շատ շուտվանից է որ դուրս է եկել։ Տեսեք, եւ արձագանքները ոչ թե զարմացնում են դրսից եկած արձագանքները եւ հատկապես ներսում,
Եթե մենք հիշենք դեռ 22 թվականից որքան այտենց ինչ որ բաներ կար, չեմ ուզում մանրանամ, բայց տեսեք արձագանքները որքան դրական են եւ հիմնականում, դա ոչ թե զարմացնում է, այլ ուրախալի այն փաստը, որ այս նախաձեռնությունը, այո, իրականում ծառայելու է իր ճիշտ նպատակին, որպես հավաքական ուժի, հավաքական մտքի։ Տեսեք, տարբեր ազգեր, Այո, տարբեր պետություններ, տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդիկ, սկսած ամենահայտնիներից վերջացրած հասարակ մարդկանցով։ Բոլորը ընդգծում են շատ կարևոր մի նյուանս, եթե կարելի է այսպես ասել, որը հետևյալն է, որ Հիսուս Քրիստոսի արձանի, ամենամեծ արձանի աշխարհում կառուցումը դիտարկվում է ավելի շուտ, գիտեք, ոնց որ հոգևոր աշխարհի կամ այո քրիստոնեության վերածննդի, ես իրականում ապշած եմ, սա առանց ինչ որ այլևայլությունների, ինչ որ ավելորդ խոսքերի, ինչի է դա այդպես, պարոն Հովհաննիսյան։ տեսեք, ես սկսեմ 1-2 բառով։ Կարծում եմ, որ հավատի եւ ճշմարիտ խոսքի սովա։ Ահա։ Եվ այս նախաձեռնությունը Հիսուս Քրիստոսի արձան հուշահամալիրի տեղադրումը ոչ միայն աշխարհին հետաքրքրում է իր մեծությամբ, որը առաջին տեղում է հիմա այս պահին, նաև կարծում եմ, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, հետաքրքրում է իր բովանդակությամբ, որովհետև այս նախաձեռնությամբ ոչ միայն տեղադրվում է Հիսուս Քրիստոսի արձանը, այլ ողջ աստվածաբանական իմաստության խորհուրդն է այնտեղ տրվում ոչ միայն արձանին, այլ պատվանդանին, ողջ սարին, ողջ այդ տարածքին։ Ինքը իր մեջ շատ մեծ խորհուրդ է կրելու եւ դա լինելու է մեծ հոգեվոր մշակութային կենտրոն, եթե կարելի է այդպես ասել։ Նայեք, անդրադառնում են, այո, բայց ես էլ անձամբ ունեմ շատ հեռախոսազանգեր, լինում են շատ հանդիպումներ եւ ինչպես նաեւ պարոն Ծառուկյանը, որ հատկապես այս վերջին շրջանում շատ հաճախակի է մեր հանդիպումները եւ քննարկումները հատկապես տարածքի հուշահամալիրի բովանդակության շուրջ։ Տեսեք, ինքը միայն արձան չի լինում իր պատվանդանով։ Կրկնում եմ, դա լինում է շատ մեծ հոգեվոր մշակութային, ուրեմն կենտրոն, հավաքատեղի։ Եվ այնտեղ է լինելու խոսքը ճշմարիտ, Աստծո։ Եվ այնտեղ է, որ մենք, երբ որ պիտի գնանք ապաշխարության անկախ մեր ազգային պատկանելությունից, իրականում ճանապարհներն էլ այնպես են կառուցվում, ես չեմ ուզում հիմա շատ շակերտներ բացեմ, ինչու, որովհետև վստահ եմ, որ շատ շուտով պարոն Ծառուկյանի հետ վերջնականապես բովանդակայինը ամփոփելով, իհարկե մենք կանենք նաև ներկայացում, պրեզենտացիա, ինչա լինելու, բայց դա ոչ հիմա, որովհետև ստեղծված է ներկա պահին շատ մեծ աշխատանքային խումբ։ Այս հունվար ամսին հիմա այս քանի օրը եւս 3-4 մասնագետներով, տարբեր ուղղություններով համալրվել աշխատանքային խումբը։ Ես չեմ ասում, որ աշխատանքային խմբի աշխատանքները գաղտնի են շատ, բայց մենք փորձում ենք մի փոքր զուսպ վերաբերվել հանրային տարածման կոնտեքստում, ինչու, որովհետև ավելորդ էմոցիաներ մեզ պետք չեն, որովհետև ոչ մեկս իրավունք չունենք սխալվելու։ Յուրաքանչյուր նյութին, սկսած անշունչ նյութին, որին մենք շունչ ենք տալու, դա քարն է, դա այն նյութն է, որով օգտագործելու ենք հուշահամալիրը կառուցելու, այն նաև այն բովանդակությունը, որ մենք դնելու ենք այնտեղ, ինքը շատ նուրբ հարց է։ Մեկը մեկին լրացնող է։ Ինչու՞։ Ասեմ, բայց այդ հարցին կպատասխանեմ վերջում։ Տեսեք, մենք այն ցուցասրահ հիմնական հատվածը, որ մենք անելու ենք, այնտեղ մենք տալու ենք նախ քրիստոնեության ծնունդը, նրա պատմությունը, նրա տարածումը, այնուհետև իհարկե շատ մեծ շեշտադրում է լինելու Հայաստանը քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն առաջինը, որից հետո ազդեցությունը եւ տարածումը աշխարհում ինքը ավելի լայն թափով մեր օրինակով ընթացք ստացավ, ելի չեմ ուզում շատ բովանդակային խոսեմ,
բայց ես ասեմ, որ ստեղծվում է նո չեմ կվախենամ շատ տամբագորգոր ասեմ այդ բառը հրաշալիքներից մի տենց հրաշալի մի հրաշքներով լի ուրեմն տարածք է ստեղծվում կենտրոն հավատքի ճշմարիտ խոսքի այնտեղ գալով մենք նաև ճանապարհային մի հատված ենք ունենալու որը նաև ոնց որ արդեն ես ինքս չեմ կարող ինձ զսպեմ դա լինելու է ապաշխարության արահետը որ ամփոփված է լինելու ղողանջած արահետով որը մեզ օգնելու է կտրվել աշխարհիկ կյանքից եւ մեզ տանել նրան որ այո Աստծո մոտ տանող ճանապարհը նեղ է ոչ թե նեղ է որ ճանապարհն է նեղ ամենակարևոր գաղափարախոսությունը ապաշխարության ճանապարհի սկզբի եւ ամենակարևորը ապաշխարության ճանապարհը անցնելով ողանջած արահետով մենք հասնում ենք հետեւյալ արտահայտությանը որ այո Տեր Աստված կամքս հանձնում եմ քեզ եւ խնդրում եմ այսուհետ ուղղորդիր ինձ քո կամքով տեսեք գուցե ներկա պահին ոչ միայն Հայաստանում այլ աշխարհում ուրեմն ճշմարիտ բառիս բուն իմաստով ճշմարիտ եւ անկեղծ խոսքի կարիք կա որովհետեւ խոսքից է ծնվում նաեւ վերաբերմունքը ինչպես մենք կբարևենք մեր բարեկամին հարևանին ծանոթին այդպես էլ այդ տրամադրությամբ էլ նա մեզ կբարևի եւ կպատասխանի Երբ որ ես տեսա Մակգրեգորի գրառումը մինչ այդ կարդացել է իհարկե Շպիգելում շատ մեծ ծավալուն հոդվածը Հիսուս Քրիստոսի արձանին նվիրված երբ որ կլինի դա սոցցանցեր, կլինի դա մամուլ, տարբեր պետություններից, երբ որ ինֆորմացիան գալիս էր, ես մի պահ զգացի, որ մի տեսակ կլինի դա Բրիտանիա, կլինի դա Ռուսաստան, կլինի դա Միացյալ Նահանգներ, կլինի դա Արգենտինա, բոլոր պետություններից եկած արձագանքները մի մտքի շուրջ են պտտվում։ Որը հետևյալն է, որ այո, աշխարհը եկել է մի պահի որտեղ մարդիկ կապ չունի ազգությունը, հա, քրիստոնյաները պետք է համախմբվեն։ Այո։ Եվ ինձ մոտ հստակ տպավորություն է, որ Քրիստոսի արձանը, հա, դիտարկում է ոչ միայն որպես պատմական, հա, կամ մշակութային, հոգևոր մշակութային, այլ գիտեք առանց չափազանցության մարտավարական նշանակություն։ Այո, առանց չափազանցության ինքը ոնց որ ասենց միավորման սիմվոլ է դառնում, ասեմ ավելին երբ որ պրոյեկտը նոր էր, հա, հանրային դաշտ մտնում, հնչեցվում, պարոն Ծառուկյանը մի շատ կարևոր միտք էր առաջ տանում, որ սա համախմբող մեզ հայերիս համախմբող պրոյեկտ է, որ այս պրոյեկտը աստվածահաճո պրոյեկտ է, որ այս պրոյեկտի շուրջ պետք է անպայման, հա, մենք բոլորս համախմբվենք սրտով, հոգով, այսպես Բայց արի ուտես, որ պրոյեկտը դուրս եկավ հայկական աշխարհից։ Այո։ Ոչ թե դուրս եկավ հայկական աշխարհից, այլ հայկական աշխարհը դարձավ մի կենտրոն, որը իր մեջ ներառեց փաստացի քրիստոնեական աշխարհը, ընդ որում շատ կարևոր է թե ուղղափառներին, թե կաթոլիկներին, թե հայ առաքելական եկեղեցու հետևորդներին։ Այսինքն նույնիսկ այս պարագայում ինքը ավելի վեր դասվեց։ Ինչի՞։ Տեսեք Եվ ամենակարևորը կներեք, ինչի եւ ինչու հայերը, այսպես ձևակերպեմ։ Բարի։ Ինքը հարցը շատ շուտվանից անհանգստացնում է։ Ինչու հայերը եւ շատ շատերին եւ ինչու Հայաստանը։ Եվ այսօր այս նախաձեռնությամբ, պարոն Ծառուկյանի նախաձեռնությամբ ստեղծվել այն հարթակը, իրական հարթակը, որտեղով որ մենք կարող ենք դրա պատասխանը տալ։ Ինչու հայերը։ Տեսեք։ Աշխարհի արձագանքն էլ պատահականություն չի, ոչ Մակգրեգորի, ոչ ասենք Իտալիայից եկած արձագանքները, Արգենտինայից, նույն Վրաստանից, ինչու։ Որովհետև առաջին դարից Հիսուսի առաջին առաքյալները, Թադեոսը եւ Բարդեղոմեոսը սուրբ նրանք գալիս են Հայաստան եւ ոչինչ պատահական չի։ Յուրաքանչյուր պետությունում, երբ որ մեզանից հետո, Հայաստանից հետո շատ պետություններ եւ ժողովուրդներ քրիստոնեությունը ընդունում են որպես պետական կրոն։ Ինչու։
որովհետև դրա ակունքներում նույնպես կանգնած են եղել հայ քրիստոնյաները։ Ինչպես ես մի օրինակ բերեմ, ինչպես ասենք Սուրբ Մինասը Իտալիայում, որ լինելով արքայազն, երբ որ ինքը հենց առաջին դարում ծառայելով Դանիուս կայսրի մոտ, լինելով զորավար, նա քարոզում է քրիստոնեությունը, այնուհետև իրան կայսրը պատժում է, մահապատիժ է տալիս, բայց քանի որ ինքը արդեն շատ հետևորդներ ուներ, շատ տարիներ անց իր անունով կառուցվում է եկեղեցի, որը գործում է մինչև այսօր։ Այսինքն ինքը համարվում է Իտալիայում առաջին հայ քրիստոնյա նահատակը։ Այսինքն, եթե էլի պատասխանենք ինչու հայերը, ասեմ, ընտրությունը ոչ միայն ես այս պահին ուզում եմ կապել նաև Աբգար արքայի, Եդեսիայի, մեր Աբգար արքայի նամակի հետ, որ ուղղորդվում է Հիսուսին եւ ստացվում է պատասխանը, այս պահին չեմ ուզում այդ մասին խոսել, ուրեմն շատ բաղադրիչ, շատ կարևորագույն փաստեր կան հոգևոր պատմության մեջ եւ ընդհանրապես պատմության մեջ, որտեղ հայերը, հայ քրիստոնյաները բավականին մեծ դեր ունեցել եւ դա իր հետքն է թողել նրա հետնորդների մոտ, որովհետեւ խորը ուսումնասիրելով նաեւ բոլորի ակունքներում սա ամբագորգոր բառեր չի, շատ տեղերի ակունքներում այո հայերը հայ առաջին նահատակ քրիստոնյաները ունեցել են իրենց ուրեմն ազդեցությունը։ Հիմա տեսեք, լավ, փորձեմ պատասխանել ինչու հայերը այդ առումով բավականին մեծ հոդված է գրվել իմ կողմից։ Եթե կարելի է ես մի փոքր օգտվեմ իմ ուրեմն գրառումից, որը ես խմբագրված բերել եմ, սկսեմ դրանից, որ ինչու հայերը ընտրվեցին որպես խաչակիր, որովհետև հայերը առավել չէին մյուսներից։ Ուրեմն ընտրյալ լինելը դա ոչ թե մեզ տվեց առավելություն, այլ մեզ տվեց պատասխանություն, պատասխանատվություն եւ մենք պատրաստ էինք նահատակության, որովհետև ի սկզբանե մենք դեռ առաջին դարում չտեսած Հիսուսին, միայն լսած նրա ներկայության եւ նրա հրաշագործությունների մասին մենք հավատացինք։ Մենք չտեսած հավատացինք եւ ինչպես որ Հիսուս Քրիստոսն էր ասում, որ երանի նրան, ով չտեսած հավատաց, եւ այդպես էլ պատասխան նամակում Աբգար թագավորին նա ուղարկում է սուրհանդակի միջոցով պատասխանը, որ այո, ես կգամ, ես չեմ կարող գալ, ես Հայաստան իմ առաքելությունից հետո ես Հայաստան կուղարկեմ իմ աշակերտերին բժշկելու եւ այլն եւ այլն, չեմ ուզում այս մասին ուրեմն խոսեմ։ Ուրեմն տեսեք, մեզ հայերիս համար 4-րդ դարում քրիստոնեություն ընդունելն ու տարածելը ոչ թե պայմանավորված էր նրանով, որ այն մեզ իշխանություն էր տալիս, հակառակը, այն տալիս էր հալածանք, նահատակություն եւ կորուստ։ Հայերը եղան այն ժողովուրդը, որ ոչ միայն հավատացին Քրիստոսին, ավելին կրկնվեմ, նրան չտեսած հավատացին եւ ընդունեցին խաչի ճանապարհը որպես ազգային ճակատագիր։ Աստված ընտրում է ոչ թե ամենահզորին, Աստված ընտրում է նրան, ով կարող է տանել ցավը, առանց դավաճանելու ճշմարտությանը, որի մեջ էլ կայանում է նրա ուժը եւ հզորությունը։ Քրիստոսի ավետարանի լույսը, պարոն Աբովյան ջան, ընկնում է այնտեղ, որտեղ կա ներքին հոգևոր պատրաստություն։ Նայեք, հայկական հոգևոր մշակույթը դեռ հեթանոսական շրջանում որոնում էր մեկ Աստված, մեկ ճշմարտություն եւ մեկ արդարություն։ Աբգար արքայի նամակը պարզապես պատմական դրվագ չէ։ Դա խորհրդանիշ է հայ ժողովրդի հոգևոր լսողության, հերվից լսել ճշմարտության ձայնը, հավատալ առանց տեսնելու եւ արձագանքել։ Հայաստանը խաչմերուկ էր ոչ պատահական, այլ աստվածաբանական իմաստով Հայաստանը գտնվել է քաղաքակրթությունների, հավատքների, կայսրությունների խաչմերուկում։ Եվ այստեղ Հայաստանում քրիստոնեությունը կամ պիտի մարեր, կամ պիտի ծաղկեր եւ գտներ իր տարածումը։ Դա մեր խոնարհության, մեր Աստծո գործերին վկա լինելու արդյունքում եղավ։ Եվ հայերը դարձան այդ վկայությունը ոչ միայն խոսքով, այլ հազարամյակների իրենց պատմությամբ կարճած իրենց հավատքին արմատներին։
Հայերը ընդունելով քրիստոնեությունը վկայեցին միջև վերջ, այսինքն մինչ այս պահը ու հավետ, քանզի Քրիստոսն ասաց. «Դուք կլինեք իմ վկաները», իսկ վկա, ինչպես արդեն նախորդում խոսեցի, նշանակում է լինել պատրաստ փորձությունների, անգամ նահատակության։ Եվ տեսեք, հայերը քրիստոնեությունը չպահպանեցին պետական շահի համար, այլ պահեցին, երբ պետությունը վտանգված էր։ Ու երբ շատերը պահպանում էին հավատը, երբ այն օգնում էր նրանց ընդամենն ապրել, հայերը պահեցին այն, երբ վտանգը սպառնում էր մեր գոյությանը, մեր պետությանն ու պետականությանը։ Ու այսպես դարերի վեր հայ սուրբ առաքելական եկեղեցին դարձավ ազգ, հավատը տուն, խաչը ինքնություն։ Ուստի կրկին հարց է բարձրանում, ինչու հայերը, որովհետև հայերը կարողացան լինել ոչ պարզապես հավատացյալ, այլ վկա, ոչ թե կրողներ հարմարավետ հավատքի, այլ կրողներ կենթանի խաչի։ Եվ հենց դրա համար էլ Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունը, իսկ հայ ժողովուրդը դարձավ ընտրյալ ոչ պարգևի ու փառքի համար, այլ ընտրյալ ծառայության, զոհաբերության, Հիսուսի հաղթանակի ու Աստծո փառքի համար։ Եվ կրկին անդրադառնալով թանգարան ցուցասրահին, նաև մի փոքր կրկնվելով ուզում եմ ասել, որ այն ներկայացնում է ոչ միայն անցյալի իրադարձությունները, այլ մեր ազգի շարունակվող վկայությունը Աստծուն եւ նրա որդուն։ Հիսուս Քրիստոսի պատմական հուշահամալիրում կազմակերպված ցուցադրությունը, կրկնում եմ, խոսում է այն մասին, թե ինչպես հավատը դարձավ ինքնություն, եկեղեցին հոգևոր տուն, իսկ խաչը ազգային հիշողություն եւ ազգային ինքնության արտահայտում։ Ավարտելով այսօրվա մեր հանդիպումը, կարող եմ ասել միայն մի բան։ Իրականում դուք իրավացի եք, երբ որ ասում եք, որ կա կարոտ առհասարակ, մարդկանց մոտ, մարդկության, ոչ միայն հայերի, ճշմարտության, կա կարոտ հավատքի ու կա կարոտ լույսի։ Եվ Հիսուս Քրիստոսի արձանը ինքը գիտեք ոնց որ մի լավ արտահայտություն կա, կատալիզատոր։ Կատալիզատոր դարձավ, երբ որ տարբեր պետություններում, տարբեր ազգերը, ովքեր միավորված են խաչի, լույսի ներքո, այս մեծ հրճվանքով ընդունեցին այս պրոյեկտը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցում ենք Հիսուս Քրիստոսի արձան հուշահամալիրի ստեղծագործական աշխատանքային խմբի ղեկավար, չափազանց հետաքրքիր մարդ Ռուբեն Հովհաննիսյանի։ Շնորհակալություն, ձեզ ամենայն բարիք։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, այսպիսին էր մեր այս հաղորդումը։ Երկու թեմա։ Կարծես թե իրարից տարանջատած, բայց երկուսն էլ ունեն շատ կարևոր նշանակություն մեր ժողովրդի, ազգի, մեր պետության ինչու ոչ, հա? Թե անվտանգային, թե բարոյահոգեբանական, թե գիտեք ամենախորքային ընկալման եւ խնդիրները լուծելու այդ գործընթացի ներքո։ Թմրամոլություն։ Գիտեք, շատ դժվար է խոսել մի երևույթի մասին, որը իրականում եկել եւ այսօր սպառնում է մեզ բոլորիս։ Ես չեմ ուզում, գիտեք, ասենց ոնց որ խտացնեմ գույները, չեմ ուզում ինչ-որ վատ բաներ խոսեմ, բայց Աստված ոչ անի, եթե ինչ-որ մի մարդու, հա, կամ մեր ընտանիքներից մեկում հայտնվի թմրամոլությամբ տառապող անձնավորություն։ Թմրամոլությունը երիտասարդանում է, 14, 15, 16, ընդհանուր 12-13 տարեկան երեխեք։ Թմրանյութերը գտնել եւ հայթայթել հիմա հեշտից հեշտ է։ Նույն սոցիալական ցանցերի պահով։ Եվ իզուր չէ, որ թմրամոլության դեմ պայքարի կամ թմրամոլության դեն առնելու համար, հա, այդ ամբողջ գործընթացը ինքը ներառվել է առաջարկ Հայաստանի այդ մեծ կոնցեպտի մեջ, որովհետև այո, թմրամոլությունը սպառնում է
մեզ բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը։ Թմրամոլությունը տներ է քանդում, թմրամոլությունը մարդկանց կյանքն է տապալում, թմրամոլությունը ոչնչացնում է ընտանիքներ եւ ամենասարսափելին թմրամոլությունը սպանում է մեր երիտասարդներին, մեր երեխաներին։ Եվ այո, առաջարկ Հայաստանի կոնցեպտը շատ ուշադիր եւ շատ խորքային է դիտարկում թմրամոլության դեմ պայքարը։ Հիսուս Քրիստոսի արձանը։ Տեսեք, մենք խոսեցինք թմրամոլության մասին, բարոյահոգեբանական անկման մասին ենք ըստ էության խոսում եւ հակառակ պատկեր։ Բարոյահոգեբանական, գիտեք, sense ռենեսանս, նույնիսկ ասենք, հա, վերապրում, վերածնունդ ինչու ոչ։ Ի սկզբանե, երբ որ մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի արձան հուշահամալիրի մասին, մենք ասում էինք եւ մենք իրավացի էինք, երբ որ ասում էինք, որ Հիսուս Քրիստոսի արձանը ինքը սիմվոլ է, որի շուրջ այո պետք է համախմբվենք մենք հայերովս, մենք քրիստոնյա հայերովս, դե լավ, այսենց ասա։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրենց դասում են, որ իրենք օրինակ, չգիտեմ, քրիստոնեությանը կամ հա հավատքից հեռու են, կան, չէ, այդպիսի մարդիկ վստահաբար ձեր ծանոթների մեջ են, բայց նույնիսկ այդ մարդիկ են հիացմունք արտահայտում Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ, որովհետև Հիսուս Քրիստոսի արձանը դա լոկ աշխարհում ամենամեծ արձանը, հա, միայն դա չէ, որ ինքը ամենամեծն է, չնայած շատ կարևոր է, որ քրիստոնեություն ընդունած պետության մեջ լինի ամենաշքեղ եւ ամենամեծ արձանը, բայց միայն դա չի։ Միայն այն չի, որ ինքը կդառնա իրականում տուրիստական հոսքերի մի մեծ, հա, սենց դեպի Հայաստան քաշող մի ներուժ։ Այստեղ բարոյահոգեբանական եւ բարոյական եւ մեր ազգային տեսլականի, մեր ազգային, գիտեք, ապրելակերպի ինչու ոչ խորհրդանիշ պետք է դառնա։ Եվ այո, Հիսուս Քրիստոսի արձան հուշահամալիրի գաղափարը արդեն դուրս է եկել, հա, լավ առումով դուրս է եկել հայկական աշխարհից։ Ավելի ճիշտ, սա արդեն ոչ միայն հայկական աշխարհի, հա, սենց պարծանելիքն է, որ սենց մենք հայերս պարծենում ենք, իհարկե պարծենում ենք ու պետք է պարծենանք, բայց հիմա ոչ միայն մենք ենք պարծենում, այլ նաև այլ ազգիները, նույն Մակգրեգորը, նույն Միացյալ Նահանգների, հա, դերասաններ են, բլոգերներ են, Ռուսաստան, Ֆրանսիա եւ այլն։ Այսինքն մարդիկ, ովքեր քրիստոնեության լույսը ընկալում են որպես մի, հա, ուղենիշ դեպի ուր իրենք պետք է գնան, իրենք ընկալում են արդեն այս մեգա պրոյեկտը որպես իրենց համար շատ կարևոր, իրենց համար, հա, ազգությամբ հայ չեն, բայց իրենց համար շատ կարևոր մի պրոյեկտ։ Այո, համաձայն եմ մեր նախորդ հյուրի հետ, որ քրիստոնեությունը, քրիստոնյա աշխարհը պետք է եւս մեկ անգամ եւ առհասարակ հավերժ դե լավ այս պարագայում եւս մեկ անգամ տեսնի, որ քրիստոնեության պահպանման եւ քրիստոնեության ինչու ոչ, գիտեք, այդ բարոյական լույսի տարածման առաջնամարտիկը դա Հայաստանն է, դա դուք եք, դա մենք ենք։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքներ եւ ես, Արման Աբովյանը, կհանդիպենք հաջորդ անգամ։